Ես Դավիթ Բեկյան ուխտին հավատարիմ շարունակում եմ մնալ լեռների ամպերի տակ, միայնակ, վիրավոր, բայց ավելի հպարտ, քան կայի։ Այժմ լիզում եմ քո թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա ու շուտ իր կոպիտ գործիքներով հանի աչքերս, որ կուրացնի ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը։ Դու ուզեցիր այնինչ ուզում էր քո թշնամին, դու քո վիրավոր սրտից զարկված հրամանատարին դավաճանել ես, մենակ ես թողել։ Ժողովուրդ, քեզ հետ խոսում է քո հրամանատարը, քո վիրավոր սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց որ հանում քո ինքնապաշտպանության հանգստացած չէ պատյանի մեջ։ Ու թուրքը, դա թուր բառի հոգնակին է, թուր ու թուրք, հազարավոր թրեր, որ մխրճված են հայի սիրտը։ Լսիր մի ավելորդ և գուցե վերջին անգամ, լսիր քո հրամանատարին, նա դիմում է քեզ ու խոսում է քեզ հետ։ Նա ասում է. քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր գեղվան և ողջի ձորերում, թշնամին սպառնում էր քեզ, քո կնոջ ու քո երեխայի արյունով ներկելու քո հողը, դու կանչեցիր ինձ ու ես հասա քո կանչին, ու ասա ժողովուրդ, այն օրերից ի վեր քո երկիրը մնացել է արդյոք անպաշտպան, քո երկրում մնաց արդյոք մի բարձր սար, մի ցածր քար, որի վրա դրած չլինեմ հոգնած գլուխն իմ։ Ասա ժողովուրդ, դու ինձ տեսած կաս մի օր, մի ժամ անհոգ, դու ինձ տեսել ես մի փափուկ տեղաշորի մեջ, հարուստ սեղանի շուրջ, ու լսիր ձայնը հայրենյաց, քարերն են աղաղակում, որ ոչ, ու ասա ժողովուրդ, մնաց մի բան, որ խնայեի, որ չզոհաբերեի քո ազատության, քո փրկության և քո փառքի համար։ Ու դեռ չեմ փակվել թշնամու հասցրած վերքերը, իսկ քոնը ապերախտ ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա, ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա։ Ով ապերախտ ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանական դրամներով հաշվարկված հայ բոլշևիկները, քո գերեզմանափորները, կեղծ ու պատիտ խոստումներով քո դուռն են բախել, ու քո ձեռքով ուզում են պղծել աղն ու հացդ սեղանիդ, դու դավաճանաբար լքում ես դիրքերը, մենակ ես թողնում քո հրամանատարներին։ Ու դա թե հերիք չէ, քո լրտեսներին ու հաբեկիչներին ես ուղարկում, որպեսզի խառնակեն երկիրը։ Ապերախտ ժողովուրդ, քանի անգամ քո կին ու երեխան կռվիցս վերադառնալուց փաթաթվել է ձիուզ վզովը, համբուրել է ձեռքերն իմ, Փաշա ջան, Փաշա ջան կանչելով։ Քանի անգամ եմ փրկել քեզ վեր հասած վտանգից։ Վայ քեզ ժողովուրդ, վայ քեզ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ ու քո պատմությանը։ Ժողովուրդ հիշիր, կանցնեն օրեր ու նույն թշնամին կգա քո ետևից, բայց այդ ժամանակ, երբ կանչես Փաշա ջան, Փաշան այլևս չի լինի։ Այդ ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը 7 անգամ մեծացրել է քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն է ստեղծել, և այդ ժամանակ հայացքդ կբարձրացնես խուստուփ սարին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարի փոխարեն ձորերի արձագանքն է պատասխանելու քեզ։ Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար անգամ իմ միկ վերջին խնդրանքը կատարել։ Դու չուղարկեցիր վարպետներիդ, որ բութ գործիքներով հանեն աչքերն իմ, որ կուրացնեն ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, բարոյական անկումդ չտեսնեմ։ Բայց ոչինչ, ես ներում եմ քեզ, թեև պատմությունը չի ներելու քեզ, ու խնդրում եմ, որ երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ կապանն ու գենվազը, գողթանն ու գեղված ձորը, իսկ մինչ այդ հայացքդ մի կտրիր խուստուփ սարից, որքան հաճախ, որքան շատ նայես այդ սև ու սեկ ամպերով ծածկված սարին, այդքան շուտ կհասնի փրկությունդ։ Աստված
եւ իմ սերը քեզ հետ։ Ապերախտ ժողովուրդ։ Գարեգին նշտե վերջին նամակը ժողովրդին։